Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։ Բարև ձեզ Տիկին Աղաջանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Մամուլից մի բան փոխանցեմ, պիտի խնդրեմ սա արագ մեկնաբանենք եւ անցնենք բուն թեմաներին։ Կառավարությունը իր այսօրվա ապրիլի 30-ի նիստում գերակա ոլորտում իրականացող ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծման մաքսատուրքերից ազատեց հայտնի գործարար, լավ եք լսում, հայտնի գործարար էսա, պատկերը նայեք սրա, Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող Միտֆունդ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի կողմից ներմուծող հումքը նախատեսում է օգտագործել մսամթերքի արտադրության համար։ Արտադրությունն իրականացնելու Երևանի քաղաքում ընկերությունը հիմնադրվել է 18 թվականին, ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել 1.8 միլիարդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 135 աշխատատեղ, 264,000 դրամի միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը, ուրեմն աշխատատեղը կդառնա, ուրեմն 20 հոգով ավելացնելու, ասում եմ, եթե բարձրացնենք 155 հոգի, ավելի շատ աշխատատեղ կլինի։ Արտոնություն ստանալու համար ներկայացած ապրանքների արժեքը կազմում է 1.6 միլիարդ դրամ, մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատում է 270 միլիոն դրամ։ Ալեքսանյանը պատրաստում է Հնդկաստանից եւ այլն, սա բերել, նշենք, որ այս ընկերությունը Ալեքսանյանի զբաղվում է երշիկների, նրբերշիկների, դելիկատեսային մթամթերքի, ինչպես նաև ավանդական հայկական բաստուրմա եւ սուջուխի արտադրությամբ է զբաղվում։ Ուրեմն, այսպիսի արտոնություն տրվեց, սա նշանակում է, որ ինչ է նշանակում, եթե այդպիսի քանի արտադրություն կա Հայաստանում, նշանակում է, որ ինքը գերակա իրավունք է, չէ, իրեն տրվում եւ մրցակցությունից դուրս է հանվում։ Այսինքն, եթե մյուս ընկերությունները պիտի բերեն եւ մաքսատուրք տան, ո՞նց են մրցակցելու։ Առանց այդ էլ այսպիսի գեր շահույթներ ունեցող, այդպես ինքը ունի նաև սեփական մի շարք մեծ ամենագեր հզոր մոլեր ունի, ճիշտ է։ Հիմա այդ արտադրողները ինչ պետք է, այդ արտադրողները գնան այս մոլերի հետ խոսեն, չէ՞ խանութների հետ խոսեն։ Այսինքն այսպես թե այնպես դուք տեսեք, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Այս է Նիկոլ Փաշինյանն է, որ բերանի եկածը ասում էր օլիգարխները, չգիտեմ, էս են անում, օլիգարխները փոխկապակցված են իշխանությունների հետ, օլիգարխները թալանում են, ընտրությունների ժամանակ կաշառք են բաժանում։ Այս կարողա պիտի քո համար կաշառք բաժանի Նիկոլ։ Այս կարողա շատ հատուկ սենց ընտրվածը հենց այս ժամանակահատվածը, որ ընդամենը 20 օր առաջ կամ 1 ամիս առաջ ընտրություններից առաջ մի հատ տեսեք ինչ արտոնություն է դրել։ Հա, այս մարդուն էլ ով չգիտի, այս մարդուն որ վաղը թուրքերը գան, տաջիկները, չգիտեմ, ով ուզում է գա, ասենք նույն ցեղասպանություն իրականացնելը, ադրբեջանցիները գան, ասեն այսքան սենց փող, ինչ հայրենիք։ Մեծ փողերի դեպքում ինչ հայրենիքի մասն է խոսքը։ Դե լավ, սրա հետ կապված է Սամվել Ալեքսանյանի հետ կապված, ոնց որ թե ամեն ինչ պարզ է։ Չէ, այս մարդը որևէ խնդիր չունի, ոչ մի բան չկա այս մարդը, բայց հիշեք, թե ինչ էր խոստանում սա, այս միլիարդեր դարձած, այս գեր հարուստ վարչապետ այլևս վերընկած Նիկոլ Փաշինյանը, խնդրեմ, այս արագ մեկնաբանեք, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, ես չգիտեմ, մի ուրիշ դեպքում ընտրությունից առաջ ընդդիմադիրներ, դուք քնած եք, դուք պատկերացնում եք Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր լինել, չնայած ինքը գրպանի ընդդիմություն ա եղել եւ այն մարդիկ էլ խոստովանեցին, որ ամեն ամիս իրան փող են տվել, բայց հիմա տեսեք ինչ աղմուկ էր բարձրացրել, բայց ես ինչ գիտեմ 10 քանի ուժ իբրև թե գնացել եք մտել եք ընտրության մեջ, ինչից եք խոսում, ինչ եք անում, մի քանի օր առաջ գրել են, որ Նիկոլի բանը տարածվեց, թե աղջիկը ինչ հնարավորություն կարողություններ ձեռք բերել, էլ չգիտեմ ինչպիսի սենց արտոնություններ ա տրվում, բա դուք ինչով եք զբաղված, եթե դուք նախընտրական փուլում սա դրոշակ չեք դարձնում, հա, չեք պայքարում, չեք հանրայնացնում սա, բա դուք ինչով եք զբաղված։ Շատ լավ, սա հարցի մի կողմն է, հիմա մյուս կողմը այս երկու կերպարների հետ կապված եւ ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, խնդրեմ։ Ուրեմն երևույթը, որ այսօր արձանագրվեց, ինքը մի քանի շերտ ունի, որից ակնհայտը բնականաբար այդ միլիարդավոր դրամների արտոնության տրամադրումն է, որը փաստացիորեն մոնոպոլ մեխանիզմի իրականացում է մեր երկրում եւ տեղական արտադրողներին նաև հարվածելու մեր ժողովրդին, երբ որ ասում ենք մեկում մեծ 6 միլիարդ, այսպեսի կարող է տեղը չբերի, ինչ գումարի մասն է խոսքը, մենք հասկանանք, որ մենք խոսում ենք առնվազն 5 միլիոն դոլարի մասին, այսինքն այդքան արտոնություն է տրվում եւ արտոնությունը տրվում է, ինչպես նշեցիք, դրսից ներկրման համար, այսինքն մենք խոսում ենք այստեղ
սառեցված մսամթերքի, հարցական որակի սառեցված մսամթերքի ներմուծման համար, այսինքն մեր տեղական արտադրողին հարվածում են, Ճիշտ, նաև դա, մեր անասնապահությանը հարվածում են։ Բա դե դրա համար արոտավայրի չի ապել։ Կներեք, նորից հետ եմ գնում իմ բազմիցս նշած խնդրին, որ այս իշխանությունները միտումնավոր մեր գյուղատնտեսությունը, մեր արտադրությունները վերացրել եւ վերացնում են, պատահական չէ նախարարության դա շարունակությունն է եւ այդ վերացնելու արդյունքում իրենք դաշտը բացում են թուրք-ադրբեջանական արտադրանքի համար, քանի որ մենք եւ Ադրբեջանի ու Թուրքիա արտադրանքը իրար հետ մրցակցային են, այսինքն մենք նույնատիպ արտադրանք ենք անում, այսինքն մեր շուկան բացում են թշնամու արտադրանքի համար, մեր ժողովրդի առողջությանը վնասող, որտեղ հասկանալ չէ, անհասկանալի ծագում նավանության ինչ միսա բերելու, ինչպիսի պայմաններում են եւ այլն պահվել, դա ուրեմն մեր ժողովրդի վրա իրացնելու եւ մի բան էլ մեր գրպանի պարունակության հաշվին մեր կարողությունները եւ հնարավորությունները, այսինքն մեր ինքնաբավությունը, մեր օլիգարխի, որ ավելի բան օլիգարխ, ինչի համար որ կիսվի քո հետ Նիկոլ։ Դնենք մի կողմ, օլիգարխը դնենք մի կողմ, դուք ճիշտ բնորոշում տվեցիք, բայց մեր ֆինանսների հաշվին, մեր բյուջեի հաշվին, մեր տնտեսությունը ավերում են, մեր տնտեսական անվտանգությունը ոչնչացնում են, մեր ժողովրդի առողջապահական խնդիրները բարդացնում են եւ սա արվում է դրսի թելադրանքով։ Կարծեմ ձեր նշած անձնավորությունը երեք մասնակցել էր Մուստաֆաևի հետ եկած բիզնեսմենների հանդիպանջը։ Ես չեմ բարանում կասկած հայտնել, որ սա այն գինն է, որը վճարվում է ադրբեջանցիների հետ տնտեսական հարաբերություններ իրականացնելու համար։ Կարծեմ այս նշած անձնել չէ, ներգրաված բենզինի կոչվածի ներկրման գործում։ Դուք ինչ-որ կասկած ունեք, այդ մասում այդ ցորենը որ բերում են, մոռացաք որ ասեցին Ադրբեջանի անասնակերի, ինչ պղծություն ուզում, ինչ պղծություն ուզում ես։ Ճիշտ ասած, այստեղ մի քիչ վերապահում ունեմ, բայց պետք է այդ կասկածը հայտնեմ, խանդնեմ արդեն Նալբանդյան ալրաղացների, գիտեք Նալբանդյանը ով է, այս իշխանությունների օրոք օլիգարխ որ ինձ դատի ա տվել, դրա համար ինձ դատի, բավոց, չէ որ ինքը սենց առավոտը զարթնել ա, մեկ էլ պարզվել ա, որ մի հատ անգրագետ տնգետ քնիչ էր, ճանաչողներն են ասում էլի, մի հատ տնգետ ինչ-որ քնիչ, մեկ էլ այդ քնիչը առավոտը զարթնում ա, Նիկոլի օրոք, եթե միլիոնները չգիտի ինչ անի, ասենք առավոտը որոշում ա, մի հատ տուն առնի, մյուս օրը որոշում ա 8 բաներն առնի, որտեղ մեր իշխանությունները հայտարարել է, որ մենք սահմանի վրա սննդային վերահսկողություն չենք, այսինքն լաբորատոր ստուգումներ չենք իրականացնում։ Այսինքն հիմա չի բացառում, այս թունավորված հաց ենք ուտում։ Հիմա այս վերջի մի քանի օրերին նկատել եմ, որ այդ Նալբանդյան ընկերության արտադրության ալյուրը էական զեղչերով դրված է խանութներում։ Այսինքն ես չգիտեմ դրա մեջ այդ 4-րդ կարգի ալյուրն է, թե նորմալ կարգի ալյուրն է։ Դա հարց է, անասնակեր է, իրենք ասում են 4-րդ կարգի ալյուր, մի քիչ ավելի նուրբ խոսեմ, բայց բոլոր դեպքերում դա մեծ հարցականների առաջացնում, որովհետև մենք չունենք պետական վերահսկողություն երկիր մտող սննդամթերքի որակի առումով։ Տիկին Աղաջանյանը շատ կարևոր հարց բարձրացրեց, ճիշտ ասած ես չկենտրոնացա դրա վրա, բայց շատ կարևոր բան։ Իհարկե, տեղական արտադրության կամ ընդհանրապես գյուղատնտեսության, հիմա դուք հասկանում եք, այդ ինչի ա տենց հեշտ ու հանգիստ արոտավայրերը հանձնում, դուք եք քանի հեկտարներով արոտավայրերը տվեց Շնամուն, Սյունիքից, Գեղարքունիքից, Տավուշից, որովհետև անասնապահություն այդ մարդուն պետք չի, այն փչացած կլինի, չգիտեմ ինչ միս կլինի, ձեզ էս նվեր օլիգարխը կգնա կբերի, ընդ որը մի հատ էլ ճիշտ ասեց, մեր գրպանից մի հատ էլ հատուկ արտոնություն, բայց դուք պատկերացնում եք, եթե մի հատ նորմալ իշխանություն, նախ ինչի ա տվել այս տականքը մեր տարածքները եւ դրա մասին չի խոսում, այսօր էլ ինչ որ խոսել է, ասում է, բան են կարել, դե մենք որ արդեն ինքը մեր տարածքային ամբողջականությունն է ճանաչել, բայց մի հատ մի լրագրող չկարես, հետո այս ստախոս սրիկ է, նա ճանաչել է քո տարածքային ամբողջականությունը, բա որ ճանաչել է ուր են մեր այդ տարածքները չկա։ Ամենօրյա ռեժիմով Իսկ դուք պատկերացնում եք, եթե տարածքները մնար եւ այս գումարը, որ հիմա տալիս է, որ անհասկանալի ծագման, Հնդկաստանից պատկերացնում եք ինչա բերելու։ Ես եմ Հնդկաստանում մի բան էլ ասեմ։ Այդ գումարը ներողություն։ Տավարի արտադրությունը մեզ մոտ պակասել է։ Ոչխարի արտադրությունը պակասել է, որովհետեւ բոլոր այդ արոտավայրերը
տվել են բոլոր այդ մասերում, որ անասնապահությամբ էին զբաղվում, բոլորը գտնվում է կամ Ադրբեջանի վերահսկողության տակ, կամ նրանցից կրակային հեռավորության վրա, այսինքն անվտանգային խնդիրներ ունեն մարդիկ նորմալ այդ անասնապահությամբ զբաղվելու համար։ Երկրորդը նշեմ, իրանցիները, գիտեք, հատկապես Նովրուզի շրջանում իրենք քանի որ հալալ մսի հետ մեծ ուրեմն վերաբերմունք ունեն, հատուկ վերաբերմունք ունեն, իրենք նախընտրում էին Հայաստանից ոչխար տանելը։ Եվ ոչխարաբուծությունը այսօր մեծ անկում է ապրում, թե ոչխարի մսի որակի առումով են իրենք նախընտրում, եւ թե նաեւ մեր արոտավայրերի այսպես ասած բնական վիճակում եւ աղտոտված չլինելու պատճառով։ Այսօր փաստացիորեն դա էլ է կրճատվել, որովհետեւ ոչխար արածացնելու ուղղակի տեղ չկա, կամ վտանգված են այն արոտավայրերը, որոնք հասանելի են, բայց ինչպես ասացի, Ադրբեջանից կրակային հեռավորության վրա են։ Ինչու է սա արվում։ Գիտեք, ադրբեջանցիները հատկապես անասնակոչվոր ցեղ են, չէ՞, իրենք ժառանգել են անասնապահության հետ կապված, բայց այստեղ մենք մեծ մրցունակություն ունեինք։ Այսինքն իրենց համար խնդիր էր որպես մրցակից մեզ մեջտեղից հանելը եւ այս իշխանությունների ձեռամբ թեթև ձեռքով մեզ վռնդեցին ձեռամբ սիրուն այդ հարցը սահուն կերպով լուծում են մարդկանց դնելով մի վիճակի մեջ, որ նախ վարկեր են վերցնում, այդ վարկերի տակից չեն կարողանում դուրս գալ, որովհետեւ իրենց համար գյուղատնտեսական արտադրանք տալու հնարավորությունները էապես պակասել են եւ այս իշխանությունները իրենց հերթին էլ կհիշեք են անորակ սերմացու բերելը, անորակ պարարտանյութ բերելը ժողովրդի վրա իբրև թե տարբեր զեղչերով դա մսխելը կարծեմ այս տարի էլ ինչ որ նման բան է արդյունքում ստացվում է որ այդ սերմը բացարձակ կեսը չի աճում ինչ էլ որ աճում է այն բերքատվությունը չունի որը պիտի ունենա այսինքն սա համակարգված գործողությունների հետևանք է սա պատահականություն չի իսկ այն որ այսօր այդ որոշումը ընդունվել է դա նշանակում է 3 ձեռք են բերվել համաձայնություններ Ադրբեջանի հետ առևտրային տնտեսական հարաբերություններ հաստատելու, որի համար վճարվում է մեր գրպանից։ Այսինքն մեր թոշակառուի թոշակը չի բարձրացվում, բայց դրա փոխարեն տարածվում է օլիգարխի, իսկ տրվում է մի մարդու, որը այսօր փաստորեն մսամթերքի Մենաշնոր մոնոպոլ դիրքեր է զբաղեցնում եւ այս տալով շատ ավելի մեծ բան է հնարավորությունը շանս է տալի լավ եք հանգիստեք եւ որ տանը պիտի թախտին վեր ընկնեիք ու ինքը հարուստներից փողերը վերցներ այս օլիգարխներից վերցներ բերեց Կերակ օգտագործում եք Նիկոլին ընտրողներ ուտում եք այդ փողը հա ուտում եք այդ միսը ուտում եք հա մսամթերք է ներկրվելու Ընդհանրապես այս մարդը պիտի պատասխան տա որ տասնամյակներ շարունակ ինչա կերակրել այս ժողովրդին ինչա բերել տվել տարիներ տասնամյակներ շարունակ ինչա արել բայց ինչ էր խոսում հա Դե իրա թունավորումներ հազար ու մի բաներ Հիմա հասկացաք ինչ է օլիգարխների դեմ էր պայքարում որ օլիգարխի Նարեկ Սարգսյանի որ առավոտը զարտելա միլիարդերա դարձել չգիտի էլ ինչ Նարեկ Նալբանդյանն էլ չգիտի ինչ գնի ինչ անի թե ինչ են ասում Սամվել Ալեքսանյանն են ասում լֆիկ չգիտեմ ինչ են ասում Սամվել Ալեքսանյանն է ու նմանատիպ այս բաները իմիջիալոց այնքան էլ խորաման կա մնացածն էլ թաքուն են չեն երևում մեկը դշ բան հրապարակ են գալիս նայում ես վա միլիարդեր ինչ որ հարսանեկան արարողություններ այդ հարիվ չեն էլի որ sense հրապարակ շատ դա իրաց հարսանիքները Դուբայներում բանում եկել մի հատ հանկարծ էստեղ այդ էլ գիտեք ովքեր են այն որ sense բուկմեկերական ընկերություններ բանկային համակարգ չի բացառվում թմրադեղեր թմրանյութեր խաղադրույքներ այն որ համատարած բաներ թաղեք հայ ժողովրդին թաղեք այս մի հատ թույն ա ներկրում են ինդեղից է թույն տալիս ինչևէ այսօր բան արեք քիչ առաջ ուրեմն Կարապետ Պողոսյանի էջից մենք իմացանք որ շատ ակտիվ նախկինում մանկավարժ հիմա թոշակառու է գիտենք որ Նիկոլը երբ որ գնացել էր Գյումրի ըմբոստացել էր ելույթ էր ունեցել հրապարակում եւ այլն ոմն ինչ որ մի ինչ է սրա անունը Նատալի ասում են ինչ որ չգիտեմ թուրքա թե Թուրքիայում ապրող հայա թե հայ ազգանունով ես չեմ ճանաչում ինձ ասեցին ոնց որ կասկածկա որ թուրքել է ուղղակի հայերեն գիտի այս կինա թե աղջիկա ինչա չգիտեմ օրիորդա թե կինա Նատալի անով ինչ որ մեկը Նատալի գրած է տակ Ալեքսանյան Կարապետ Պողոսյանն է իր էջում գրել ուրեմն գրել է Նատա իմ աղջիկ գրում է որ բանը այս մարդուն գնացել գործ է տալիս իրա վրա եւ տարել էին իրան ոստիկանություն հիմա չէ խոսքը հիմա մենք կլսենք այս կնոջը ուրեմն մի րոպե
Ջուլիետա Ավետիսյանի մասին է, իր մասին է խոսքը, որովհետև ամեն անգամ երբ որ Նիկոլը գնում է, ինքը դիմացը կանգնած կամ լրագրողներին մերկացնում է Նիկոլին, դե իրենք պասերով են աշխատում, ասում են ինչ որ մի հատ աղջիկ կա, թե կին կա Թուրքիայում նստած է, իր հիմա իսկական հայա թե թուրքա ինքը, ինչ են ասում։ Անհայտ է, էական չի։ Ինքը ինչ որ գործ է տվել, հիմա իրան տարել են ոստիկանություն, քիչ առաջ դուրս եկել, բայց չի բացառում քրեական գործառույթ են։ Ուղղակի այսօր էլ նաև տարածել էր թե լրագրողներ առանց սահմանի, դե գիտեք, չէ, Սանդղակով թե Հայաստանը, չգիտեմ 30 քանիսն էր, հիմա 50 քանիերորդն է հայտվել։ Այդ ինչն է, էլի ուսումնասիրել են, որ բանին քարշ տալով ազգային ժողովում լրագրողներին հանում են դուրս, նվաստացնելով, հայհոյելով։ Չէ, վատ դիրքա, բայց ինչի մենք 50 քանիերորդ դիրքում ենք, ի՞նչ է կատարում։ Ամեն մեկից վրա մենակ 13 հատ դատական գործ կա, ու այսպես բոլոր ինչ եք ասում, չեն տեսել ինչ են արել լրագրողների նկատմամբ, էլ հարվածներ, էլ ոստիկանների, չեն տեսել այդ ամեն ինչը։ Էլ չեմ ասում հանրահավաքների ժամանակ ինչ են անում, ազգային ժողովում հասան նրան, որ այդ քիչ թե շատ բան ընդդիմադիր որևէ լրագրողի թույլ չեն տալիս մտնել այդտեղ, էլ չեմ ասում դուք տեսեք կառավարությունը ինչա բղավելով, հիստերիայով անպատվելով խոսում լրագրողի հետ, մի հատ էլ ասում դու քո կամքով գնում ես ոտքերի տակ, ասում անվտանգության, էսա էլի խուժանավետությունը ունի, մտածելակերպն հիմա այս կինն էլ նախքին կարգավիճակին արդյունքը այս մարդիկ որևէ ազատ խոսք չեն հանդուրժում, քաղաքացի կլինի, նախքին մանկավարժ կլինի, լրագրող կլինի, ես ուղղակի այսպես կապեցի հետ, երկու բառ իրենից լսենք, հիմա նոր դուրս է եկել ոստիկանությունից։ Գիտեք ինչ նպատակով։ Ես ուզում խոսել եմ մասին, որ եթե մեկը կա Հայաստանի Հանրապետությունում, որը պետք է դառնի ձերբակալվի, դա Նիկոլ Փաշինյանն է, պետական դավաճան։ Նիկոլ Փաշինյանը, որը 5 միլիարդով ծախեց Արցախը, Նիկոլ Փաշինյանն է, որը ծախեց Հայաստանի հողերը, Նիկոլ Փաշինյանն է, որը ազգային ժողովի ամբիոնից ձեր է առնում ամբողջ հայ ազգին։ Նիկոլ Փաշինյանն է, որի համար ոչ մի սրբություն գոյություն չունի, ընդդուք մինչև սրբազաններից ձերբակալություն։ Եվ այլն, լավ, բավական է։ Այսինքն պատկերացրեցիք ինչ է ասել, քաղաքացի, որի դիրքորոշումն է հայտնել են չէ։ Հիմա տո խնդրեմ։ Ընդհանրապես արձանագրել է իրականության մեջ գոյություն ունեցող փաստերը։ Այսինքն ոչ մի ավելորդ բան, որը այսօր իրականության մեջ արձանագրված չէ, նա այս կինը որքանով լսեցի, ոչ մի արտառոց ինչ-որ բան չի ասել։ Եվ սա ցույց է տալիս, որ հատկապես հիմա, երբ որ մենք գտնում ենք նախընտրական շրջանում, իրենք փոխրցում են ուղղակի լրացնել, վախեցնել, այո, պահելով իրենց ուղղակի լրացնել, վախի մթնոլորտը ավելի ուռճացնել, բայց պիտի ասեմ, որ ինձ թվում է հակառակ արդյունքն է տալիս, որտեղ մարդիկ արդեն ոչ միայն հոգնել են, այլև զզվել են նման անընդհատ ցնցումային, անընդհատ վտանգված, անընդհատ այսպես հրաբխի գագաթին գտնվելու վիճակի մեջ լինելուց հատկապես հասկանալով, որ այդ վիճակը ոչ թե ազգային շահերի հետապնդման, ոչ թե սեփական բարեկեցության բավարարման, ոչ թե պետության ամրապնդման համար է արվում, այլ թշնամական օրակարգը սպասարկելով սեփական ժողովրդին ուղղակի ողնաշարը կոտրելու, այսպես կամակատար ինչ-որ զանգված ստանալու համար է արվում։ Իսկ մարդիկ բնականաբար նախ դատողություն ունեն, ունակ են մտածելու եւ ի վերջո իրենց արժանապատվությանն են որպես հայի հարվածում եւ իրենց ինքնությանն են հարվածում, որի դեմ իրենք բնական մարդկային անգամ կենթանական աշխարհում երբ որ հարցակում են քո վրա դու պաշտպանվում ես, սա բնական պաշտպանական ռեակցիա է եւ այդ բնական պաշտպանական ռեակցիան խեղդել ուղղակի արդեն հնարավոր չէ։ Մյուս բանը խնդրեմ մի հատ ցուցադրեք, թե այսօր ինչ են ասել, ես խնայելով մեր նյարդերը իհարկե Նիկոլի պատասխան այդպես ձայնային չենք տա, որտեվ գիտեմ որ Տիկին Աղաջանյանն էլ շատ ոչ միայն ես ցանկություն չունեմ ընդհանրապես լսելու։ Հիմա հարցը խնդրում եմ ինչի մասին նորից պնդում է կատարում լրագրողը նորից պնդում է կատարում հիշեցնելով ասելով որ արդեն երկու եկեղեցի Ստեփանակերտում հողին են հավասարացրել մայրտաճարը ավելի շատ վստահաբար նաև այլ եկեղեցիների մասին է խոսքը գնում եւ այս հարցը բացի այդ խոշտանգումների մասին դուք հիշում եք որ ջերմուկի բարձունքների վրա հետո գտան այդ
մասնատված հայ կանանց մարմիններ, դրա մասին քար լռություն ոչ թե խոստանգված, ես չգիտեմ, դա ես տեսել եմ, չգիտեմ դուք Տիկին Աղաջանյան դուք դա տեսել եք, թե ոչ, ես ավելի սարսափելի բան չեմ տեսել, ուղղակի կարելի է զարուրել, թե ոնց կարելի է մարդկային, կներեք, մարդկային չէ, կենդանու, անասունի, ես չգիտեմ ադրբեջանցիներին ինչպես կոչել, գազան անգամ այդպես չէր անի, գազան չէ, գազանը երևի ինչ որ բռնում ասեց, ինչ որ բնազդային բան է անում, գիտակցված, մասնատված, ես չգիտեմ, դա սարսափելի բան էր, սրա մասին են հարցնում եւ ինչ է պատասխանում ինքը, հարցը խնդրում եմ, դրեք թե ինչ են հարցնում։ Երբ Արմաշնյան, երբ Արցախի եկեղեցիների քանդման մասին էիք խոսում, ինչու չեք դատապարտում հարցին, դուք ասացիք, որ ձեզ հետաքրքրում են Հայաստանի տարածքի, Հայաստանի տարածքում տեղի ունեցող իրադարձությունները, եւ մենք տեսանք, որ ասուլիսում ձեզ նաեւ հարց հնչեց Հայաստանի տարածքում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին, եւ դուք դարձյալ նույնանուն պատասխան տվեցիք, որ չեք պատրաստում այդ հարցը բարձրացնել եւ նաեւ ասացիք, որ խնդին ունի երկու մաս, երկու կողմ, ինչպես Արցախի եկեղեցիների մասով եք ասել, այսինքն դարձյալ ինչ է նշանակում, ինչ է ստացվում։ Հայաստանի տարածքում տեղի ունեցած ռազմական հանցագործությունները նույնպես ձեզ չեն հետաքրքրում, որովհետեւ նույնանուն պատասխան տվեցիք այդ հանցագործություններին, իսկ մենք գիտենք, որ Հայաստանի տարածքում նաեւ զինծառայողներին խոշտանգել ու սպանել էին, դուք ասացիք մի խոսքով հարցը չեք բարձրացնի միջազգային արձաններում, եւ ես ուզում հարցնել ինչու Արցախի եկեղեցիների հարցը չեք պատրաստվում բարձրաձայնել դուք, ասում եք, որ հայ առաքելական եկեղեցու հետևորդ եք, քրիստոնյա եք, ի վերջո դուք հայ ժողովրդի պաշտոնական ներկայացուցիչն եք, ի պաշտոն է աշխարհի ցանկացած վայրում քանդվող հայկական հուշարձանի պատմամշակութային հուշարձանի հարցը պետք է դուք բարձրաձայնեք հենց։ Եթե դուք ասում եք, որ չեք բարձրաձայնել, սա ինչ է նշանակում։ Աջակցություն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, որովհետև հայկական մշակույթի ցեղասպանությունը հիմա տեղի ունենում, չգիտեմ, ինչ է սա, ինչպես կմեկնաբանեք սա, եւ դուք նաեւ ասում եք, որ խնդին ունի երկու մաս։ Սրանել եմ ուզում եք մի քիչ անդրադառնալ, այդ երբ են հայերը մշակութային ցեղասպանություն արել ինչ-որ ազգի, ինչ-որ պետության տարածքում կամ ինչ-որ ազգին պատկանող մշակութային ժառանգություն ոչնչացրել այնպես, ինչպես ադրբեջանցիները Նախիջևանում եւ Արցախում են իրականացրել հայկական պատմամշակութային հուշարձանների ցեղասպանություն։ Ինչ օրինակից ելնելով եք դուք այդպես ասում, որտեղ օրինակ այս օրերին մասնագետները նաեւ արցախցիները փաստում են, որ անգամ մզկիթ են վերակառուցել, Արցախում ադրբեջանական եւ այդպիսի ջակ երբեք տեղի չի ունեցել հայ ադրբեջանական չպասկական հայերի ադրբեջանցիների, որպեսզի շատ լավ եւ ինքը տենց խուճուճ ինչ որ բան ասում, հետո ասում է մոդելավորենք այնպիսի մի իրավիճակ, երբ որ սահմանազատման արդյունքում Արցվաշենը վերադառնում է ՀՀ-ին վերահսկողության երգով եւ մենք գնում ենք տեսնենք, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ։ Ասենք 2016 թվականին մեր ռեակցիան ինչ պետք է լիներ, ասել է Փաշինյանն արձագանքելով Ստեփանակերտում եկեղեցիների ոչնչան մասին հարցին, արդարացնում է, որ թե ինչ եղել ու այստեղ է որ ասում, դե գիտեք, որ մենք արդեն յակ մեր տարածքային ամբողջականությունը ճանաչել են եւ այլն, արդարացնում է մոտավորապես սա, որ նույն զգացողությունը նաեւ ունեն այս պահին ադրբեջանցիները եւ նմանատիպ հարցեր, այստեղ նաեւ դրա մասին է խոսում, որ խոշտանգված են եղել մարմիններ Ջերմուկում, Սյունիքում եւ այլն, ասում է, գիտեք, նույն այսպիսի ձեր նման լրագրողներ կա, որ նույնատիպ հարցադրումներ են անում Ադրբեջանին, ամբողջությամբ դնում է հավասար նժարի վրա, խնդրեմ։ Ուրեմն նախ նշենք, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը իր պատկերացրած տարածքային ամբողջականությունը այդ կրճոնած եւ կտրտած քարտեզով չի ճանաչել, այդտեղ նա հերթական սուտն է տարածում, երկրորդը դուք չեք նկատել, որ իրենց մոտ ձեռագիր է դարձել արդարացնելու իրենց քաղաքականությունը հանձնողական, որ նրանք հանցագործին զոհի հետ նույն նժարի վրա են փորձում դնել եւ տարածում են ադրբեջանական թեզերը։ Ցեղասպանության հարցը չեն բարձրացնում, որովհետեւ կարող են իրենք հանգարց Խոջալույի հետ կապված ինչ-որ հարցեր բարձրացնեն, թող բարձրացնեն, եթե ադրբեջանցիները Խոջալույի հետ փաստական հիմնավոր արձանագրումներ ունենային, իրենք վաղուց միջազգային դատաաններով դատվել էին, բայց քանի որ փաստական արձանագրումները խոսում են նրա մասին, որ դա միտումնավոր ադրբեջանական կողմից կազմակերպված եւ հետո նույն մարմինների խեղման արդյունքում
որը հայկական վերահսկողության տակ եղած տարածք չի եղել, ստացված արդյունք է, որը հետո քաղաքական նպատակներով օգտագործել են Մուստաֆայևին իշխանություն հեռացնելու եւ այս ներկայիս նախագահի հորը իշխանության բերելու համար, սա ուղղակի իրենց ձեռնտու չի։ Մենք վերադառնանք 23 թվական, կհիշեք, որ այսպես կուրծք ծեծելով միացան միջազգային քրեական դատարանին, այսինքն հաստատեցին Հռոմի ստատուտը, վավերացրեցին, եւ դա այն ժամանակ արևմուտքը պահանջում էր, որ Պուտինի հետ կապված ձերբակալության ուրեմն օրդեր տրվել եւ իրենք մեզ բացատրում են, որ դա Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների համար են միանում, չէ՞։ Իսկ այսօր իրենք նախաստորագրել են մի փաստաթղթի տակ, որով պարտավորություն են վերցրել հետ քաշելու միջազգային դատարաններում մեր գործերը։ Լսում եք, սիրելի հետևորդներ, լսում եք 8-ին նախաստորագրված այդ հայտարարությունը։ Միջած եւս մի բան մեր ժողովրդին։ Դուք նկատել եք, որ այս իշխանությունների հենց բոլոր փաստաթղթերը ինչ որ հայտարարությունների կամ հուշագրերի տեսքով են անում, որոնք ներպետական ատյաններով չեն անցնում, Սահմանադրականության օրենքների համապատասխանության գործընթացներ չեն անցնում, եւ սա այն ձեռագին է, որ իրենք օգտագործելու են Աստված մի արածցե, եթե վերընտրվեն եւ գերակշիռ դա եմ ասում Աստված մի արածցե, եթե վերընտրվեն եւ գերակշիռ մեծամասնություն ունենան ազգային ժողով, նույն կերպով եւ սահմանադրության փոփոխությունն են իրականացնելու եւ սահմանների հանձնումն են իրականացնելու, այդտեղից ընդհանրապես հանրակրվեի դրույթը հանելով։ Մենք հասկանանք, որ այս իշխանությունները տվյալ դեպքում նշեցի նախորդ հարցի պատասխանում, որ իրենց արժեվ խնդիր է դրված հայ ինքնության ոչնչացումը։ Դա նշանակում է քո ժառանգության, պատմական հիշողության, քո գոյության արմատներից հրաժարում, մերժում եւ քեզ մանկուրտ, այսինքն անհիշողություն ինչ որ մի մարդկային զանգված, որը ունակ է միայն ուտելու, քնելու եւ բազմացման գործընթացով զբաղվելու։ Սա իրենց գերգերագույն նպատակն է, որպեսզի կարողանան իրենք ի վերջո վերջնահանգրվանի բերեն իրենց այն հանձնարարականները եւ խոստումները, որոնցով իրենք բերվել են իշխանության եւ որի պատճառով արևմուտքը նրանց այսօր դեռ սատարում է։ Մենք որպես ժողովուրդ պիտի հասկանանք, որ այս իշխանությունների օրոք մենք բացի կործանումից, վերացումից, ավերից ուրիշ ոչինչ չենք տեսնելու, որտեղ սրա համար են իրենք բերվել, սա է իրենց արժև դրված օրակարգը եւ ելի այստեղ նշել եմ այն կոմպրոմատների ամբողջ բազան, որ իրենք ունեին դեռ նախքան գալը իշխանության եւ իշխանության գալուց հետո դրա վրա հավելված թե ազգադավ ծրագրերը, որոնք իրենք իրականացրել են, թե Արցախի ժողովրդի ցեղասպանությունը, որ իրենց ձեռամբ եւ մասնակցությամբ իրականացվել է, թե Հայաստանից տարածքների կորուստը, որը առ այսօր շարունակվում է, մենք այս առումով մեծ խնդիրներ ունենք, Աստված մի արածցե սրանց ուրեմն վերարտադրության պարագայում ուղղակի ամիսների տատարել չի տևելու ամիսների ընթացքում քանի ժողովուրդը այդ շորշոփից ուշքի չի եկել, ինչպես արել են թե 20 թվի պատերազմից հետո, ինչպես արել են թե կհիշեք 18-ից հետո 21-ի 18 թվի մեր ժողովրդի այդ ըմբոս շարժման անմիջական եւ գաղտնի հետևանքը եղավ երասխի կողմը համապատասխան տարածքների հանձնումը Նախիջևանի հատվածում։ Այսինքն մենք որ հետ գնանք մի քիչ այսօրվա արդեն իրականության աչքերով նայենք այդ զարգացումներին, շատ արագ կհասկանանք, թե ինչպես են օգտագործել ժողովրդի այսպես շփոթի, ցնցումների հարվածի ցավի տակ լինելու հանգամանքը, այսպես տակից իրենց գործը առաջ տանելու եւ հետո ժողովրդին փաստի առաջ Մուստաֆայևը երեք որպես նվեր եկավ, այսօր խոսել է դրա մասին, ասում է դե ինչ է բա, պիտի գաղտնիությունը բան պահենք, հիմա մեր փոխվարչապետն էլ է այնտեղ գնում, པարզ չի որ այդպես պիտի գաղտնիության ներքո լինի, ինչ կա այդ գաղտնիություն ասելով, ինչ է քողարկված, ինչ են պատրաստ, ցանկացած հանդիպում, ցանկացած պայմանավորվածություն, ինչպես տեսնում եք 2018 թվականից, այսեք
Տիկին Աղաջանյանն էլ նշեց, էլ չեմ ասում պատերազմից հետո դա միայն արժեցել է մեզ կյանք, հայրենիք, տարածքներ, հա, դե հիմա արդեն վերջնական Հայաստանի հանձնման փուլն է, որտեվ եթե այդ մարդիկ անգամ տենց մի ֆանտազիայի բանով ժանրից էլի մտածեք, որ 300,000 ադրբեջանցի, 100 ադրբեջանցի էլ գա Հայաստան, վերջացած է Ադրբեջանը, որտեվ Հայաստանը, որտեվ դրանից հետո զորքը գալու է, դե ինչ հիմքով է հիմա եկել Մուստաֆայևը այստեղ, ասում է իմիջայլոց, բայց իրենք ստեղծելու են այնպես զոհի եւ հանցագործի միջև հավասարության նշան են դնում, այդպես էլ իրենց հետ նույնը արդեն արել են, չէ՞։ Իմիջայլոց Տիկին Աղաջանյան Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, ինչ Արցախի, Բաքվի, Սիրունգայիթի, Կիրովա բացի։ Սրանք փորձում են Արցախի ժողովրդի բնատուր վերադարձի իրավունքը սեփական հայրենիք հավասարության նժանի վրա դնել։ Իմիջայլոց լավ է որ վերջապես քնածը վերադարձի թեզի հետ, որը շինծու է, կեղծ է, իրավական որևէ հիմք չունի։ Լավ է որ վերջապես ընդդիմադիրներից ես մեկից եմ միայն լսել Աղվան Վարդանյանից, որ վերջապես այսքան տարի հետո որ հաչում են երկու կողմից հաչում են որ 300,000 ադրբեջանցի պիտի գա, թե որտեղից են մոգոն է որ այստեղ 300 քանի հազար ադրբեջանցի ապրեն, վերջապես մի ընդդիմադիր գործիչ ասեց, բայց 500,000-ի մասին ով պետք է մտածի, ինչի չեք խոսում, իմիջիայլոց 500,000-ի մասին չի 800,000, 150,000, բան եւ ընդհանրապես շատ ավելի մասին է խոսքը, սա գիտեք ինչի են վախենում, որովհետեւ նորմալ իշխանություն գալուց հետո ինքը պիտի այդ վերադարձի հարցն եւ փոխհատուցման հարցը, ինչու եմ սա ասում Տիկին Աղաջանյան, տեսեք, եկել է այսինչ լավն են, այսինչ բարի Մուստաֆա, ինչա է Մուստաֆայևը, վախ ուզում է գնա մի հատ իր տունը տեսնի, իր չգիտեմ ինչը եւ հենց երեք իր հայրենակից որ շատ լավ համադաստրանցի ա եղել, ինչ խոսում, ասում է իրանք շատ հանգիստ, իրանք իրաց տունը վաճառեցին եւ գնացին, ես լինելով Մասեսի շրջանից եւ համակարգում նաեւ իմ հայրն էր աշխատում եւ ասեմ որ իր հիմա ցավոք իրեն կորցրել են, բայց իր գործընկերներն էին պատմում, ինքն էլ էր պատմում եւ փաստաթղթավորված է ամբողջը եւ կան նամակներ, թե ինչպես են ադրբեջանցիները հետո շնորհակալական նամակներ ուղարկել, որովհետեւ այսպես ասած ամեն ինչ անում էին, որ սենց ապահով իրենց տները վաճառեն եւ հասցնեն սահման, որպեսզի իրեն գնան, այդ ամեն ինչը կազմակերպված եղել է եւ մի ադրբեջանցի չկա, որ ասի ես փախ չի եղել այդպեսի բան։ Եվ ես հիշում եմ, որ այդ ժամանակ նաեւ ռուսական զորքը կանգնած էր, ասում են եկել ենք այդ անվտանգությունը պահելու եւ մենք բոլորս ասում ենք ես երեխա եմ, բայց շատ լավ հիշում եմ, ասեմ փոխանակ դուք գնաք Ադրբեջան, եկել եք այստեղ որ որևէ ադրբեջանցու ոչ մի բան չի եղել եւ հանգիստ իրենց տները վաճառում են։ Հիմա բայց տեսեք ինչ են մեր խոսույթ մտցնում Տիկին Աղաջանյան, գնա տունը տեսնի, գնա մի հատ իրանց գյուղը տեսնի, գնա չգիտեմ ինչ տեսնի, իբրև թե բանը նույն ողբերգության մեջ են, էլի մեզ ցեղասպանությունից մազապուր Արցախահայություն, էլ չեմ ասում Բաքվի հայությունը, Կիրովաբադի, Սումգայիթի, Մարաղա ինչ ա եղել, հիմա նույն վիճակում են, այսինքն ծրագրավորված ինչ են անում, այս այցը, խնդրեմ։ Նշեմ նաև այս երկու կոնկրետ ասպեկտ եւ հետո իրենց այս ուրեմն Մուստաֆայևի այցին անդրադառնամ, ուրեմն նախ հիշեցնեմ մեր ժողովրդին, որ այս ադրբեջանցիների վերաբնակեցնելու հարցը դեռևս ամերիկացիների կողմից դրվել է 22 թվականին եւ իրենց կողմից հատուկ ներկայացուցիչը, որի եկել է այստեղ, ուրեմն փորձել է մեր այս իշխանություններին սատարող ՀԿ-ների կողմից արդեն հանրային տրամադրությունների մեջ այսպես ուղեղի լվացման գործընթաց սկսել եւ սա պիտի տեղի ունենար Արցախի հանձնումից հետո, անմիջապես հետո։ Սա հիշեք, այն ամերիկացիներին, որ երկնքից կախում ամբողջ ոտերով հրեշտակ են ներկայացնում եւ փորձում են բացատրել, որ իրենք որ այստեղ եղան մենք երջանիկ ապրելու ենք, սա Ամերիկա արևմտյան ծրագրերի մաս է եւ սա ադրբեջանցիների ու թուրքերի դրած պայմանն է այստեղ ամբողջովին հայկականությունը վերացնելու համար։ Երկրորդ, այս վերադարձող կոչված ադրբեջանցիները որևէ իրավական հիմք չունեն։ Բազմիցս նշել եմ, այս ժամանակ գուցե ժողովուրդ ուշադրություն չէ դարձնում, հիմա էլ ավելի շեշտեմ դա, որ նրանց 85%-ը կամ վաճառել է բնականը, կամ փոխանակել է բնականը, եւ իր ունեցած ինչքով, գույքով, այսպես ապահով, ինչպես վկայել են այդ գյուղի բնակիչները, իրենք գնացել են համակարգի աշխատակիցները ներքին գործերի, դա փաստաթղթավորված է, վկայված է, այո։ Կհիշեք, որ շնորհակալական նամակները հիմա արխիվում կան։ Մենք չունեինք սեփականության իրավունք բնականի կամ տների հանդեպ, դրանք տրված էին
այսպես անժամկետ օգտագործման եւ իրենց բոլոր բնականները փոխանակելուց համապատասխան փաստաթղթերը իրականացվել են, որպեսզի կարողանան Ադրբեջանում իրենց այդ բնականին տիրություն անել, գումարած տները վաճառելու առումով այդ փաստաթղթավորումը տեղի ունեցել։ Ավելին ասեմ, երկրաշարժից հետո այն մնացած 15%-ի համար Հայաստանի ուրեմն ԽՍՀ ղեկավարությունը 72 միլիոն ռուբլի փոխհատուցում է վճարել եւ սա եւս արձանագրված, փաստաթղթավորված է եւ բոլոր իրավական հիմքերը կան։ Այս իշխանությունները, նորից եմ կրկնում, իրենց հանձնառությունները, իրենց արժև դրված լինելու պարագայում, իրենք փորձում են այդ խնդիրը ի վերջո բերել մեջտեղ եւ այստեղ արդեն մենք խոսում ենք ընդհանրապես այս մի փոքր մնացած մեր հայրենիքի 1/10-ում մնացած այս հայկական կտորը ընդհանրապես վերացնելու ծրագրի մասին։ Հիմա գանք այդ Մուստաֆայևի այցին։ Ուրեմն բացի այն ինչ որ լրատվամիջոցներով գնաց, սա կհիշեք դրանից 2 օր առաջ լուր տարածվեց, որ 11 հոգի մեր գերիներից վերադարձնելու են։ Ասեցին հետո ինչ որ լուր կար, այո։ Այս այցը դրա հետ էր կապված։ Ադրբեջանցիները ոչինչ չեն անում առանց դիմացը որևէ բան ստանալու։ Եվ Մուստաֆայևի այցի ժամանակ համաձայնեցվել են վերջնականապես եւ եթե իրենց այդ հայտարարության տեքստը նայեք, թե քարտեզների հետ կապված բան են, այդպես իբրև թե կարգերն են հաստատել։ Իրենք շատ բան են համաձայնեցնել, որի արդյունքում դա երաշխիքն է, որի դիմաց Ադրբեջանը մեր այդ 11 գերուն վերադարձնելու է։ Այսինքն մենք խոսում ենք հանձնումների հերթական շղթայի մասին, որը նորից եմ կրկնում, Աստված մի արած է, այս իշխանությունների վերարտադրության պարագայում ուղղակի ժամերի օրերի ընթացքում սկսելու է աշխատել։ Սա ձեր աչքի առաջ ունեցեք։ Եթե ուզում եք դուք ձեզ որպես հայ այս մի փոքր տարածքում հայրենիք ունենալ, պետություն ունենալ, ձեր ինքնություն ունենալ, ձեր երեխաներին որպես հայ մեծացնել եւ թշնամական միջավայրով շրջապատված չլինել, ապա դուք պետք է ճիշտ ընտրություն կատարեք հունիսի 7-ին եւ այս իշխանություններին հրաժեշտ տաք։ Սա միակ տարբերակն է։ Այն որ Մուստաֆայևը իբրև թե գնացել է, չգիտեմ, կարծեմ մի անգամ է գաղտնին եկել, չէ՞, մհերի հետ հանդիպել գնացել, հետո մեջտեղս եկել։ Եվ էլի նույն ձեռագիրը շարունակվում է, որ մենք իմանում ենք լրատվամիջոցներից ադրբեջանական, թե մեր իշխանությունները ինչ գործողություններ են իրականացնում։ Այսինքն եւս մեկ ապացույց, որ մեր իշխանությունները բացի այն, որ ընդհանրապես հանրությանը բանի տեղ չի դնում եւ այդ թափանցիկություն կոչվածը դա ուղիղ հարություն աշճան հակառակ ուղղությամբ է գործում, իսկ իրենք իշխանության գալուց կարծեմ ասում են, որ անգամ բոլոր օրենքները բերելու են հրապարակում քննարկեն, հետո ընդունեն, չէ՞, նման ինչ-որ խոսքեր ունեին։ Մենք տեսանք ինչպես են քննարկում, եւ այդ գաղտնիության գործոնը աշխատում է, որտեւ իրենք էլ գիտեն, որ իրենց արած գործողությունները մեր ազգային շահի, մեր պետության պահպանման, մեր անվտանգության առումով միայն բացասական հետևանքներ են ունենալու։ Այսինքն այս ամենի գիտակցությունն է նաև իրենց ստիպում ամեն ինչը գաղտնի կերպով անել։ Երեք խոսել է Սամվել Կարապետյան եւ այսպեսի բան ասում հայ բիզնեսմենը պետության թշնամին է, որի վրա հարյուրավոր քրեական գործեր կան։ Այստեղ մի ճշտում չէ, պետության թշնամի չեն, այսօրվա իշխանության թշնամի, որտեղ իրանք պետություն չեն, իրանք պետությունը զավթած մարդիկ են, վերնագիրներ սխալ եք, եթե իր միտքն է, սխալ է խոսում Սամվել Կարապետյանն, այստեղ պետք է ճշտել այս մարդիկ։ Իշխանությունն է թշնամի համարում իրենց, եթե դու իր գրպանի թուրքերեն այդ օրթախ ոնց են ասում օրթախ, հա, ուրթերենա ինչա քարդաշ կամ ինչ են ասում։ Իմ արդեն երևի սովորել են էլի այս իշխանությունները։ Եթե այդպիսի գործարար է, բիզնեսն է, ուրեմն շատ լավ է։ Գրպանին է, ուրեմն շատ լավ, սենց Նարեկ Նալբանդյանի նման կծաղկի միլիոնատեր կդառնա կամ Սամվել Ալեքսանյանի նման այդ միլիարդները սենց կբերի այդ աղբը կտա այս ժողովրդին ու Նիկոլի հետ կկիսվեն։ Դուք պատկերացնում եք Նիկոլին ճանաչող մարդը գիտի որ $100 համար մեռնում էր։ Հիմա պատկերացնում եք ինքը իմանա ինչ որ մի գործարար, ինչ որ բան անում միլիարդ աշխատում ու իրան չի տալիս։
ինքը կիսվող էլ չէ, ինքը 80%-ը վերցնող է։ Տեսեք։ Այնպես որ բանը պետության թշնամին չէ, պետությունը չի համարում, այստեղ ճշտում իշխանությունն է։ Այստեղ դուք ճիշտ նկատառում բերեցիք, բայց սա մեր ուրեմն խոսույթում շատ տարածված սխալներից մեկն է, որ իրենց նույնականացնում են պետության հետ։ Ինչ քննադատում են, իրենք պետություն են ասում, երբ որ իշխանությունն է, կառավարությունը, անգամ իշխանություն չէ, կառավարությունը տվյալ դեպքում, որը իրականացնում է իշխանության որոշակի գործառույթներ։ Դա նաև ժողովրդի մեջ սխալ մտածելակերպ է սերմանում, որտեղ իրենք սկսում են պետության դեմ խոսել։ Երբ որ իրենք իրականում կառավարության դեմ են, այսինքն այն մարդկանց, որոնք այսօր հայտնվել են պետության ղեկավարման ղեկինակ, պետություն չեն։ Իշխանություններն էլ իրենց կողմից ջուր են լցնում այդ ջրաղացին, փորձում են իրենց նույնականացնել պետության հետ եւ իրենց ցանկացած քայլը ներկայացնել կամ անդիմության ցանկացած քննադատություն ներկայացնել իբրև թե պետության կամ խոսում է Սամվել Կարապետյանը, ասում է հեծը բանը ես վերադարձրել եմ, ինչ հայ բանը պետություն, ինչ պետության, ասեք որ բան են արել, այս մարդիկ ուղղակի ռեկետ են արել։ Նիկոլին ուղղակի ռեկետ են արել, վերցրել են այդ ամեն ինչը։ Նշում այդ հեծի մասով չէր նշում, նա Հեծի մասով էլ է նշում։ Չէ, հեծի մասով ուրիշ բան նշեց, իր երկու այլ ուրեմն սեփականություն ընկերությունների Հայաստանին բաժնեմասերը վերադարձնելու մասին է խոսել։ Դրա մասին չի։ Երկրորդ բանը, որ այս իշխանությունները շատ հմտորեն էլի մանիպուլացնում են, իրենց դեմ խոսույթը ներկայացնում են ժողովրդի դեմ խոսույթ։ Այսինքն իրենք երկու շերտով իրենք փորձում են խեղելով ժողովրդի մտածելակերպը, իրենց նույնականացնել ժողովուրդ, պետություն, ոչ ժողովրդի հետ առնչությունն են, ոչ պետության հետ առնչությունն են, ոչ մեր շահերի հետ առնչությունն են, իրենք դրածո են, բերված են հատուկ նպատակով եւ բերված են մեզ ոչնչացնելու համար։ Շատ լավ, ես խորհուրդ եմ տալիս հատկապես այս ընտրական շրջանում մեր ընդդիմությունը իր խոսույթի մեջ այդ շեշտադրումները հստակ նշի, շեշտի, որպեսզի ժողովուրդը, երբ որ այդ քննադատությունն էլ հնչեցնի, շատ թիրախային լինի, այո, թիրախային եւ իրենց թույլ չտա, նաեւ այդ թիրախային խոսույթով իրենց թույլ չտա մարդկանց շփոթության մեջ դնել։ Ոչ միայն ժողովուրդը, այլ մարդիկ, որ հիմա ինչ հայտ են ներկայացել, մեր դիմադիր գործիչները, այո, շեշտեն եւ թույլ չտան։ Եվս երկու հարց ակնկալում եմ կարճ արձագանք, Դոնալդ Թրամփը կողմնակից է Թուրքիայի հայոց ցեղասպանության ժխտմանը, Հարութ Սասունյանն է գրել։ Իհարկե Այս իր հայտարարության մասին Թրամփի ժխտումները հակասում են ԱՄՆ կառավարության ամենաբարձր մակարդակներում հայոց ցեղասպանության բազմիցս ճանաչումներին 51 թվականի նախագահ Ռոնալդ Ռեյգանը, 81 թվականի հետո սենատորները միաձայն այսպես նշում է ինչ է եղել եւ այս հայտարարությունը Թրամփի, որ ճիշտ ասած մենք էլ ենք երևի մեղավոր, անտեսեցիք, բայց իրականում այո, այսպեսի գնահատակ կա, որ ցեղասպանությունը իր խոսքը ավելի շուտ ժխտման կարելի ասել, որ ժխտում էր ցեղասպանության Թրամփի խոսքի մասին է խոսքը, խնդրեմ։ Երկրորդ տարին է եւ ինքը իր նաեւ առաջին նախագահության նույն մենք գալիս ենք հետեւյալին, ուրեմն հիշեք, Թուրքիային այսպես աճեցրել, ուռճացրել են հստակ նպատակներով։ Նպատակներից մեկը հակառուսականությունն է, այսինքն այդ թուրքական պանթուրանական այդ գծի ստեղծումով օգնել Ռուսաստանի բզկտմանը, մյուսը Իրանի դեմ գործողություններն են, որոնց պիտի եւ Թուրքիան եւ Ադրբեջանը մասնակցություն ունենան։ Այս էտապում զուտ Իրանի արձագանքի եւ կրած ուրեմն ԱՄՆ-իսրայելական տանդեմի կողմից կրած կորուստների պատճառով ցամաքային հարձակումը հետաձգվեց եւ Թուրքիան հետ քաշվեց, Ադրբեջանն էլ այսպես հատուկ ուղերձ հղեց, որ քիթդ մի մցրու դրա մեջ գլուխդ կջարդեն, որովհետև գործընթացը տապալձախողման ուրեմն արդյունքները ակնհայտ էին, բայց իրենց դեռ աճեցնում են այդ նպատակով։ Բոլոր այն ֆինանսական հոսքերը, որ մինչ օրս եղել են Թուրքիա, բոլոր այն զիջումները, որ արվել են, Թուրքիայի միջոցով ուռճացվել, աճեցվել են իսլամական պետության զինյալները, որոնք օգտագործվել են Սիրիայի, Իրաքի դեմ, Թուրքիայի միջոցով քրդերի դեմ գործողություններ են արվում, Թուրքիայի միջոցով արվում են Իսրայելի
եւ ուրեմն Համասի տարածաշրջանի իրաշական ձևավորման այդ սանման գործընթացներ, այսինքն Թուրքիան այն մեծ գերանն է, որով փորձելու են այդ դարպասը ջարդել եւ հաշվի առնելով, որ Թուրքիան ամեն անգամ այս իրադարձություններից իր համար հերթական օգուտն է քաղում այս կամ այն զիջման տեսքով, Սիրիայի տարածքներ, վերջի այդ ակնհայտ դրսևորումը, որ մեր հանրությունը լրատվամիջոցներով լսել եւ տեսել է, դա քրդերի ջարդներ Սիրիայի հյուսիսային հատվածում եւ համապատասխանաբար ուրեմն իրենց կողմից զիջումների ստանալը իբրև թե անվտանգության գոտի ստեղծելու առումով պատահական չի Թրամփի դիրքորոշումը, նրանք Իրանի դեմ գործողությունների ծրագրից չեն հրաժարվել, իրենք ուղղակի հիմա նախընտրական շրջանը հաշվի առնելով եւ նաեւ նավթի գների բարձրացումը եւ ընդհանրապես համաշխարհային տնտեսական այս ճգնաժամային իրավիճակը չխորացնելու նպատակով, որը հարվածելու է կարծում եմ, որ իրենք էլի ֆինանսական մեծ օգուտներ են քաղել, որտեղ իրենց դա ընդհանրապես որոշ ընկերություններ, բայց ընդհանուր առումով, ժողովրդի առումով իրենք կորուստներ են գրանցում, որը արտահայտվելու է քվեարկության տեսքով, հասկանում եք, եթե մենք նախընտրական շրջանում չլինեինք ԱՄՆ-ում, այս զինադադարը չէր լինի։ Զինադադար չկա, հիմա էլ կոնկրետ Իրանի նկատմամբ ինչ է կատարում, շրջափակված էլի պատերազմի մի բան ձև է, էլի հարվածները չեն ձևն է փոխվել ուղղակի։ Լիբանը ես էլի նշել էի իմ հարցազրույցներում, որ Լիբանանի եւ Գազայի հատվածում Իսրայելը շարունակելու է։ Սա ուղղակի իրենց նախընտրական շրջանի այդ շղթաներն են, որ իրենց չեն թողում ազատ գործել, իսկ իրենք այս ժամանակահատվածը օգտագործելու են հենց ցամաքային գործողության ծրագիրը վերջնականապես մշակելու հաշվի առնելով այն սխալները, որ իրենք արձանագրեցին այս անցած ժամանակահատվածում եւ այդ ժամանակ արդեն Թուրքիային ստիպելու են գործողությունների գրա եւ հիմա Թուրքիային այդ գործողությունների գնալու համար հերթական զոհը Հայաստանն է։ Շատ է, մենք էլ ժամանակ չունենք, երկու մեջբերում Խամաչիկի ձեռքով կործանում են հայ-ռուսական հարաբերությունները, Ռոբերտ Քոչարյանը Լազարևյան ակումբում է ասել, երևի ընթերցել են, չէ, ինքը էստեղ է որտեղ Հա, տեսակապով խոսել է շատ ավելի լավ եւ ես էլ Նիկոլին եմ ասում, սեպտեմբերին պատերազմ չի լինի, որովհետեւ հիմնավորել է լսել եք երևի Սամվել Կարապետյանն է խոսել դրա մասին, ես ավելի քան վստահ եմ, որ այսօր մենք հիմա անդիմադիր դաշտում այսպես երկու առաջնորդներ են առաջ եկել, մեկին շատ լավ մենք ճանաչում ենք, մեկի մասին անգամ ես կարծում եմ, որ ավելորդ է խոսել, մնում է որ թիմը լավ ներկայացնի, որովհետեւ եթե թիմը այսօր Ռոբերտ Քոչարյանի թիմի մասին է խոսք եւ առհասարական դիմությունը, եթե թույլ է տվել, որ քառագլուղ պատերազմ Նիկոլը, որտեղ 4 պատերազմ վերած Նիկոլ, ավելի կոնկրետ քառագլուղ, սա քո խոսքերն են Նիկոլ, որ ինչ որ երագլուղ ես ասում, դու ինքդ քառագլուղ պատերազմի գլուխ ես, եթե քառագլուղ պատերազմի գլուխը կարողանում է մարդկանց դեռ վախեցնել, որ իբր թե գալու են պատերազմով, եկեք ընդունենք, որ սա բոլորից մեղավորությունն է առաջին հերթին ընդդիմության, այն ընդդիմության, գլխավոր ընդդիմության, որի առաջնորդը հենց ինքը խաղաղության խորհրդանիշն է, որտեղ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ է միայն արձանագրվել 10 տարվա խաղաղություն, ինչից որ սարսափում է մեր թշնամին եւ բայց ես վստահ եմ, որ սա պիտի մենք անընդհատ ասենք, որովհետեւ ինքը սա փայլուն կերպով շահարկում է, լավ է, որ Սամվել Կարապետյանն էլ է խոսել սրա մասին, որ իսկապես սիրելի հայրենակիցներ ազատվում ենք իրենից եւ վերջապես թոթափվում ենք այս խայտարակ բանը, որ ինչ ասեմ, աղետը, որ բերել է մեր գլխին Նիկոլ, այս քառագլուղ պատերազմ Նիկոլը եւ ԿՊՆ-ը իրար հետ էլի որ բերել են այս մեր գլխին վերջապես կարող ենք ազատվել եւ այսօր հարցումներն են ներկայացրել հիմա արդեն ամփոփենք Տիկին Աղաջանյան հետաքրքիր է մեզ մոտ չկա արփի հա կա եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան հաջորդ կիրակի 26.7% քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 14.1% ուժեղ Հայաստան 8.2% Հայաստան դաշինք 7.9% Բարգավաճ Հայաստան 4.2% միասնական թևեր այսինքն ակնհայտ է դառնում ես չգիտեմ ինչքանով է սա ճշմարտացի որտեվ ես կոնկրետ մարդ չեմ հանդիպել որ ասես Նիկոլին ձայն եմ տալու բացի հարցումներից երբ մենք վատ շրջապատ ունենք չէ մենք հիշենք որ հարցումները ես ասեմ դուք ամփոփեն չէ չգիտեմ բան գելապն է արել բայց Տիկին Աղաջանյան մենք արձանագրում ենք մի պա դեռ Քարոզարշավը այո Քարոզարշավը դեռ չի սկսվել բայց ինչով է պայմանավորված Նիկոլի հիստերիան այսինքն հիմա արդեն կարող ենք արձանագրել եթե այս հիմա էլ տեղի ունենա Նիկոլը պարտվում է չեմ ասում հիմա Քարոզարշավը սկսի
որ հանկարծ ինքը իսկապես հնարավորություն տա գլխավոր մրցակիցներից մեկին, որ ազատության մեջ հայտնվի, եկեք ասենք, որ անհավասար պայմաններում են, եւ ես էլի շարունակում եմ պնդել, որ իրեն համարժեք ընդդիմադիր այսօր 2-3 մարդ կա, որից մեկը տնային կալանքի մեջ է Սամվել Կարապետյանը եւ մյուսը Վարդան Ղուկասյանը, Չէ, բացի Վարդան նա Չէ, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ էլ դա կա, բայց գոնե հիմա այսպես ազատության մեջ է, բայց Վարդան Ղուկասյանը եկեք ընդունենք, որ այս մարդը հաղթել է իրեն։ Այդ դրա համար դել արդարության, ազնիվ պայքարի ընտրության մասին չխոսես, այսքան բան անելով հանդերձ Նիկոլ դու պարտվում ես, Ուրեմն եկեք նախ այս հարցման հետ կապված կարճ մի բան ասեմ, որ հիշենք, որ այս հարցումներն անում են հեռախոսային ձևով, իսկ մեր ժողովուրդը շատ լավ գիտի, որ այս իշխանությունները կարծեմ 3 այժմ նախագահներ, որ հայտարարել էր, որ բոլորին Facebook-ով կլինի, WhatsApp-ով կլինի, սոցիալ բոլորին եթե ինչ-որ սխալ բան ասեն, քրեական հետապնդում։ Կարծեմ նմանատիպ ինչ-որ մի բան էր ասել լուրերով գնաց, որ այս իշխանությունները, որոնք անգամ Facebook-յան լայքի համար մարդուն աշխատանքից ազատում են, իրենք բնականաբար շատ լավ կարող են տեղորոշել հեռախոսի համարով, թե ում հետ գործում է եւ նման հարցման արդյունքը կարող է իրենց համար դրական ուրեմն արդյունք չունենալ եւ իրենց կողմից զգուշավորություն են ցուցաբերում, այսինքն այս պատասխանների որոշ մասն էլ անգամ պետք է վերապահումով ընդունենք։ Խոսքս իշխանությունների աջակցության մասով է շարից փորձանքից հեռու լինելու տրամաբանության մեջ։ Այնպես որ իրական թվերը շատ ավելի տարբեր են եւ իշխանությունները շատ լավ գիտեն դրա մասին։ Դրա համար Մուստաֆաև են բերում իրենց այսպես արհեստական խաղաղության օրակարգը ջրելու համար, որպեսզի ներկայացնելու ինչ որ մի բան ունենան։ Եվ այս առումով մենք հասկանանք, որ ընդդիմությունը շատ բարդ իրավիճակում է գործում, որովհետև իրենց համար ուղղակի աներևակայելի երևույթներին առերեսվելու խնդիր է առաջացել, որը ոչ մարդկային ուղեղն է ունակ ընկալելու, ոչ հայի ուղեղն է ունակ ընկալելու, որը վերաբերում է սեփական ժողովրդի շահերի ընդհանրապես վերացմանը։ Եվ այս առումով մտածելակերպը փոխելը շատ ավելի բարդ է մարդկանց մեջ, մանավանդ մարդկանց, որոնք միշտ տասնամյակներով պետականամետ դիրքորոշում ու մտածելակերպ են ունում։ Կարծեմ երկրորդ նախագահներ չէ ասել, որ մենք մի իրավիճակում ենք, երբ որ ընդդիմությունը շատ ավելի պետականամետ է մտածում եւ գործում, քան իշխանության ղեկին գտնվող խմբակը։ Եվ սա նաեւ բայց արդեն վաղուց ժամանակն է այդ մտածելակերպը դնել մի կողմ եւ հասկանալ, ինչպես բազմիցս իրենք են ասել, իրենք իզմեր չունեն, այսինքն իրենք որևէ արգելակ չունեն, ոչ բարոյական, ոչ ազգային, ոչ մտավոր, իրենց համար պատվերը կատարելը դա սրբության սրբոց է։ Իսկ պատվերը գալիս է մեր թշնամիներից, գալիս է հստակ իրենց վրա ունեցած լծակներն ու կոմպրոմատները օգտագործելու։ Դրանից ազատվելու այդ գործյան հանգույցը փշրելու միակ միջոցը կտրելն է, իսկ կտրելը հնարավոր է հանգիստ ձևով հունիսի 7-ին եւ ինչու եմ սա շեշտում հանգիստ ձևով, որտեղ այդ պարագայում ոչ արևմուտքը կկարողանա որևէ բան անել եւ ասել, ոչ մեր թշնամիները կկարողանան որևէ գործողության դիմել, որտեղ եթե ժողովուրդը իր մեծամասնության մեջ հստակ դիրքորոշում է արտահայտում, այդտեղ արդեն խաղաղ չկա։ Բայց էլի եմ կրկնում, այդ օրը պարտադիր ընտրության ձայները չփոշիացներ, մենք ունենք ընդդիմադիր 2 մի քանի 3-4 հիմնական, այսպես ասած, կրող ուժեր, դրանցից որևէ մեկին ընտրել։ Մնացած բոլորը կամ ներդրված են Նիկոլի կողմից։ Մի րոպե, մինչև դա պարտադիր, երբ որ արդեն նախնական ցուցակները կլինեն, ստուգել սեփական հասցեներում ավելորդ մարդկանց գրանցումները բացառելը եւ դրանց գրանցումներից դուրս հանելը, որպեսզի թույլ չտանք կեղծ քվեարկությունների իրականացում եւ արհեստականորեն թիվ ավելացնելու հնարավորություն, որտեղ ընտրության օրը իրենց համար շատ բարդ է լինելու խեղումներ եւ շեղումներ անելը, որտեղ հանձնաժողովներում ներկա են ընդդիմության ներկայացուցիչներ լինելու են, վստահված անձիկ լինելու են, դիտորդական ուրեմն ներկայացուցիչներ, որոնց ներկայությամբ խախտում անելը այլևս շատ է բարդացել։ Կհիշեք, որ 23 թվականի ծեսկում Երևանի ավականու ընտրություններից հետո
փաստական թվային խախտումներ արձանագրված քվեարկության եւ հաշվարկային մեխանիզմի մեջ շատ քչացել է, շատ չնչին թվերը եւ սա գալիս է հենց միայն այն հանգամանքից, որ ընդդիմությունը ներկա է հանձնաժողովներում, այսինքն այդ իրենց կամքով խախտումներ անելը արդեն անհնարին է դարձել։ Մենք խնդիր ունենք ցուցակները մաքրելու եւ թույլ չտալու ինչ-ինչ անհասկանալի ծագմամբ անձանց քվեարկելու այդ արհեստականորեն հավելված մարդկանց տեղը։ Սրա մասին մենք էլի կխոսենք, երբ որ նաև ուղղություն կտանք մեր հանրությանը ինչպես ստուգել էլեկտրոնային տարբերակով սեփական հասցեները եւ ինչպիսի գործողություններով բացառել իրենց հասցեներում եւ իրենց ծանոթների հասցեներում մարդկանց ներկայության բացառումը։ Սովորաբար Տիկին Աղաջանյանի հետ ամսվա մեջ 1-2 անգամ ենք հանդիպում, բայց այսպեսի առաջարկ ունեմ Տիկին Աղաջանյան, որտեվ հիմա կոնկրետ մի 3 թեմա էլ կա չհասցրեցինք խոսել, միջև ընտրություններ 3-4 շաբաթ է, ամեն շաբաթ, այո, ավելի ակտիվ հաճախ հանդիպել, որտեվ հիմա այս նաև կուզենայի մի շաբաթ էլ հանդիպենք, արդեն ամփոփենք, հիմա եվրոպացիները գալիս են, թե ինչ են բերելու մեր գլխին, ինչ է նախապատրաստում, կուզենայի մի շաբաթվա սկզբները նորից հանդիպենք եւ ամփոփենք։ Իրենց այցից հետո կարող ենք խոսել։ Այո, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մնացեք մեզ հետ քիչ անց ու